Իրական հայացք Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, եթերում իրական հայացքն է, այսօրվա հյուրերն են Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը եւ նույն կառույցի հանրային գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Գիտեմ, որ եթե չեմ սխալվում, հենց 3 ձեր կառույցը զեկույց հրապարակեց Հայաստանում հանրային ոլորտի պետական գնումների մասին եւ բավականին այսպես հետաքրքիր թվեր եւ վերլուծություններ կային։ Մեր երկրում շատ է խոսում կոռուպցիայից, սակայն նաեւ ձեր բերած թվերը նաեւ ցույց են տալիս, որ կարծեք թե պայքարը կոռուպցիայի դեմ այդքան էլ արդյունավետ չի ընթանում եւ այսպես մի փոքր մանրամասնենք, թե ինչ է իրենից ներկայացնում զեկույցը, խնդրեմ։ Նախ ասեմ, որ այդ զեկույցը միջանկյալ ուրեմն տվյալներ է ներկայացնում սա ավելի մեծ մի ծրագրի, որը մենք սկսել ենք անցյալ տարվա նոյեմբերի 1-ից բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ, ասեմ նաև, որ սա ավելի սա առաջին ծրագիրը չի, դեռևս սկսած երևի 2006-7 թվականից մենք ուսումնասիրում ենք պետական գնումների ոլորտը եւ կոնկրետ այս ծրագիրը այն սկսվել է նոյեմբերի 1-ին եւ կավարտվի օգոստոսի 30 անցյալ տարվա նոյեմբերի 1-ին, կավարտվի այս տարվա օգոստոսի 31-ին, այսինքն կանոնավոր կերպով մենք նայում ենք մոնիտորինգի ենք ենթարկում հանրային գնումների համակարգը, ընդ որում այս դեպքում մենք կենտրոնացել ենք 3 հիմնական բաղադրիչների վրա, որոնք մեր կարծիքով եւ դա ոչ միայն մեր, այլ միջազգային փորձագետները նույնպես այդպես են գտնում այլ երկրների փորձից կոռուպցիոն բավական լուրջ ռիսկեր պարունակող ուրեմն բաղադրիչներ են, դրանք մեկ անձից գնումներն են, շրջանակային համաձայնագրերն են եւ բողոքարկման համակարգը, հանրային գնումների բողոքարկման համակարգը։ Այս 3 համակարգեր բաղադրիչներ են, որ ենթարկվում են մոնիտորինգի։ Այս ուրեմն փուլում մոնիտորինգի որոշակի նորություններ մտցվեցին, մասնավորապես մեր կայքում դրվեց տեղեկագիրը եւ դա կկրի պարբերական բնույթ եւ մոտ ժամանակներս դիզայնը որոշ չափով կփոխվի եւ հնարավորություն կտրվի նաեւ, որպեսզի գնումների մասնակից ընկերությունները, եթե ունենան բողոքներ, խնդիրներ, նույնպես դիմեն մեզ եւ մենք դա կտեղադրենք, եթե անանունության սկզբունքը ուզում են պահպանել, դա կպահպանվի։ Սա կարեւոր է, որովհետեւ ինչպես նորից կուզեի կրկնել, այս ոլորտը նույնիսկ այն երկրները, որոնք համարվում են կոռուպցիայից բավականին մաքուր երկրներ, նույն Միացյալ Նահանգներն օրինակ կամ Ֆրանսիան, նույնիսկ սկանդինավյան երկրներում այս ոլորտը նույնիսկ այդ երկրներում չարաշահումների տեսակետից բավականին ավելի վատ վիճակում է գտնվում, քան թե այլ ոլորտներ։ Այդ իսկ պատճառով իսկ առավել եւս Հայաստանի դեպքում եւ երեկվա մամլոասուլիսը պարոն Մանուկյանը ավելի մանրամասն կանդրադառնա կոնկրետ եւ դրսեւորումներին եւ թվերին, դա առավել ցայտուն դրսևորումներ ունի նաեւ Հայաստանում եւ ասեմ, որ մենք ինչպես ասացի այդ տեղեկագրի այդ նորույթն է եւ երկրորդ նորույթը, որը մենք նույնպես այս անգամ մտցնում ենք եւ մտածում ենք շարունակական բնույթ կունենա, դա որոշակի ոլորտների վրա կենտրոնանալն է, դա պաշտպանության ոլորտը կլինի, պաշտպանության նախարարության գնումները 6 օրից մարտի 30-ին ավելի մանրամասն դրան անդրադարձ կլինի մեր միջոցառման ժամանակ, պարոն Մանուկյանը այնտեղ կներկայացնի եւ նաեւ որոշ չափով կրթության ոլորտին նույնպես ուշադրություն է ավելի կենտրոնացվելու եւ մասնավորապես հենց այն վարկային ծրագրերը, որոնք ուղղվում են Հայաստանին այդ ոլորտի բարեփոխումների նպատակով, որովհետեւ այդպիսի գումարներ դրանք վարկեր են եւ այդ վարկերը ստանալուց հետո պետք է իսկապես այնպիսի արդյունքներ լինեն, որոնք իսկապես կբերեն կրթության համակարգում էական բարելավումների, որին մենք առայժմ մնում ենք սպասող։ Հասկանալի, խնդրեմ, պարոն Մանուկյան, մի փոքր փորձեմ ավելի մեծացնեմ, տարածեմ թեման։ Մեծ հաշվով, եթե մենք մոնիտորինգի արդյունքները նայենք, պետք է հասկանանք, որ
տեղի անում լճացում, այսինքն այն միտումները, որը որ կա, մեկ անձի քանակային առումով խիստ կենտրոնացվածություն, շուրջ 69% դրանք քանակապես մեկ անձից գտքով պայմանագրել են, չնայած օրենքով սահմանվում է, որ բաց մրցույթը կամ բաց մրցույթն է նախապատվելի ձև։ Կներեք, միջև անցնել այդ ոլորտի գնումների ծավալը ինչքան է մոտավորապես։ Այդ ոլորտի գնումների ծավալը, եթե մենք միայն տարանջատում ենք ապրանքները եւ ծառայությունները, դրանք 262 միլիարդ դրամ են եւ մոտավորապես 174 միլիարդ դրամի էլ կա հիմնական միջոցների ձեռքում, որ շենքի շինություններ, գիտահետազոտական աշխատանքներ եւ այլն, այսինքն շուրջ դոլարային արտահատում, դրամով եմ ասում, դոլարով եթե ասենք 914 միլիոն դրամի է, կնեք միլիոն դոլարի է եւ դրամային արտահայտությամբ 460 միլիարդ դրամ է։ Եթե 1 միլիարդ դոլար։ Իսկ ասեմ, որ ավելին է, ասեմ ինչի, որովհետեւ մեր ուսումնասիրության շրջանակում դա էս մենակ պետբյուջեով նախատեսված միջոցներ ասեցի, հա, բայց այդտեղ ներառված չեն քաղաքապետարանի գնույթները, գնումները, պարոն Օկտանյանը նշեց նաև վարկային միջոցներ, այսինքն վարկային միջոցների ձեռբերումները չէ, եթե մենք այս ամբողջը գումարենք, ինքը 1 միլիարդ դոլարից ավելի շատ գնումների ծավալ կա, որոնց որ պետական միջոցներ կան, ծիգերի գնումներ են եւ այլն եւ այլն։ Որոնց ըստ էության ես ճիշտ հասկացա, 69-ը մոտ 70%-ը դա մեկ անձից գնումներ է։ Ընդհանուր եթե մենք միտումը նայենք, այո, բայց այդտեղ մի լրացուցիչ բարձրաբանում կա, մենք ունենք պաշտոնական վիճակագրություն։ Պաշտոնական վիճակագրությունը ըստ էության մատնանշում է, որ ինքը անկարող է բոլոր պատվիրատուներից տեղեկատվություն վերցնել, չնայած օրենքով հանրային կազմակերպությունները պետք է տան, քաղաքային համայնքները ամբողջությամբ պետք է տան, բայց քաղաքային համայնքներից օրինակ կեսը չեն տալիս, հա։ Իսկն այն արկա տեղեկատվությունը, որ պարտավոր էին տալ եւ 5 տարի է շարունակաբար պարտավորությունը կարծես թե ամբողջությամբ չի կատարվում, այդ եղած սուբյեկտների պայմանագրերը եթե մենք ուսումնասիրենք, մոտավորապես 69% կոնկրետ, հա, թվով 69%-ը դրանք ոչ մրցակցային հիմքով ձեռբերումներ են, այսինքն մրցակցությունը ստեղ բացառվում է, չնայած օրենքով մենք կարծես թե պետքա ունենանք հակառակ։ Ասեմ, որ սա մի փոքր այնպես չի, որ միայն Հայաստանի ֆենոմենն է, եթե մենք ուսումնասիրենք այ մեր ԵԱՏՄ գործընկերները վիճակը այնտեղ էլ է գրեթե նույնն է, բայց ես կասեմ մի փոքր բացառությունները, 51% մեկ անձը դա Ռուսաստանի Դաշնությունն է, շուրջ 65%-ը Բելարուսը, բայց մի հատ մեծ բայց կա, այդ երկրներում պետական սեփականության տեսակարգշիռը հնայում եւ ընդհանրապես տնտեսության մեջ խիստ բարձր է, ինչով էլ նաեւ պայմանավորված է այս որոշակիորեն ավելի միջազգային չափորոշիչներից ավելի բարձր ձեռբերում մեկ անձի ծավալներից։ Մեր պարագայում դա հիմնականը որոշ դեպքերում արհեստական է, իսկ որոշ դեպքերում պայմանավորված է շուկայի մենաշնորհայնացման բարձր աստիճանով։ Էսա է հիմնական մենք եթե ամփոփել ունենք միտումները, իսկ թե այ միջնորդավորված գնումները, որը շատ մեծ տեսակարգ։ Ինչ ասել է միջնորդավորված։ Ասեմ, հասար օրինակներով ասեմ, օրինակ ներմուծողը կամ շաքարավազի Ալեքս Գրիգն է, ինչ որ ֆիրմա ձեռքա բերում Ալեքս Գրիգից վաճառում է, պատվիրատուներ գնում է օրինակ Դանինիկ ֆիրմա է, ոչ թե Ալեքս Գրիգ ֆիրմա է։ Սա այնպես բան եմ ասում, որ վերահսկիչ պալատում զեկուցում էլ կա։ Ես կարող եմ իհարկե այնպես բանել ասել, որ չկա, բայց այսինքն դա միտում կա դրա մեջ, որ միջնորդավորված է։ Այլ եթե մենք ուսումնասիրենք ֆիրմաները, կնկատենք, որ դրանցից մեծը ունիվերսալ ֆիրմաներն են, այսինքն մեկը համ մկնանման դեղեր է արտադրում, համ շինարարություն անում, ամեն ինչ անում է, այսինքն ունիվերսալ ֆիրմա է, ինչ ուզում ես գնում է ձեռքա բերում, քեզ վաճառում է եւ գնում իրականացնողի խնդիրը դա մրցակցության եւ փողի արժեվորման սկզբունքների պահպանումն է, այսինքն եթե դու մի բան ձեռ ես բերում, դու պետքա փորձես հնարավորինս արդյունավետ եւ էժան եւ որակով եւ քո ամենակարևորը կարիքներին բավարարող ապրանքներ գնաս։ Այս մասով էլ այդ կարիքի մասը շատ Հայաստանի պայմաններում իմ կարծիքով չարաշահվում է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մարդիկ համակարգիչներ են առում, որի վրա բազում այլ ֆունկցիաներ կա, որ իրական կյանքում նրան պետք չի, եւ սա իրականում կոչվում է հենց պետական բյուջեից ծախսային միջոցների անարդյունավետություն, որը որ իմ կարծիքով խիստ բարձր է մեր երկրում եւ այդ բարձրությանը նաեւ որևէ կերպ ներքին աուդիտի ինստիտուտը կամ պատշաճ մարմինները որևէ անդրադարձ չեն կարողանում եւ մենք դրա համար միշտ ուզում ենք գումար, բայց երբեք չենք մտածում ոնց անենք, որ ներքին արդյունավետությունը բարձրացնենք նաեւ այս գործիքներով։ Տեսեք, մի այսպիսի իրավիճակի այսպես նկարագրություն տամ, մենք գիտենք, որ Հայաստանում տնտեսությունը մոնոպոլիզացված է եւ ենթադրենք գրիչը արտադրում է ներմուծում է կամ արտադրում է ինչ որ X մեկ ընկերություն եւ
պետական գնումների ժամանակ ուզես թե չուզես այդ ընկերությունից պետք է գնես։ Այս պարագայում հնարավորություն կա դրսից գնել, թե մենք այլ տարբերակ չունենք, պետք է հենց կոնկրետ տվյալ անձից գնենք կամ տվյալ կազմակերպությունից։ Ես ասեմ, ուրեմն եթե մենք ուսումնասիրում ենք այս ոլորտը, հնարավորություն կա նույնիսկ մեկ անձ ձեռք բերել եւ գնել օրինակ ավելի էժան արտադրող միջազգային դրսից, այսինքն որևէ սահմանափակում կամ առավել եւս պարտադրանք, որ դու անպայման ես ներքին շուկայի գործող սուբյեկտից պետքա գրես, չկա։ Իդեպ ասեմ ձեր վերած օրինակ ամենաանհաջողները, ինչի որովհետեւ դա թերևս միակ շուկան է, որ մի գրիչի գրենական պիտույտներ, որտեղ 1000-2000 դրամանոց մրցույթներ են, ուտեղ իրականում մրցակցություն կա։ Մի քիչ հենց որ մենք ուսումնասիրենք։ Դիտմամբ գրիչը բերեցի, որ կոնկրետ բայց եթե մենք ուսումնասիրենք, օրինակ 10 միլիոն դրամից ավել լինի այդ շեմը, հա, միջինում, եթե մենք տեսակարգ, այդտեղ արդեն լինում անես, որ կարծես թե ամեն հարցը մեծ հաշվով կան ֆիրմաներ, որոնք որ արդեն իսկ բերել համակարգը այնպեսին է, որ կայացրել են նրան որպես այդ ոլորտում մենաշնորհ, ու ինքը միանգամից այդ է ձեռք բերում եւ մեծ հաշվով չկա մրցակցություն այդ բանում, բայց փոքրարժեքներում բավականաչափ մեծ է մրցակցությունը, դրա համար մենք հիմա խոսում ենք օրինակ 70% կամ 1.68 միջին մասնակցության մասին, հակառակ դեպքում պատկերը կլիներ 1.1-ի կարգի։ Սա էլ իհարկե 1.68-ն էլ կամ 1.77-ը եւս լուրջ լրջագույն ինդիկատոր է, որ մրցույթ չկա։ Պատկերացեք մրցույթ, որտեղ միջինում 1.7 մասնակից է դիմում, դա մրցույթ չէ։ Իսկ մրցույթներին մենք գիտենք, որ մասնակցում են եւ թեկուզ մրցույթ է կազմակերպվում, բայց շահում են հիմնականում այն ընկերությունները, որոնք միշտ շահել են եւ որոնց ետևում թաքնված են կոնկրետ մարդիկ։ Նման հետազոտություն կա, օրինակ, ենթադրենք X ընկերությունը միշտ նույն մրցույթում շահում է, ինչ առավելություն ունի, որ շահում է, ինչ գնային քաղաքականություն ունի, որ շահում է, թե այդ նման հետազոտություն դեռևս չունեք կամ միգուցե առաջիկայում կսպասի։ Խնդրեմ։ Երևի մի փոքր ես ներածական ասեմ, որ ինչ ավելի այսպես կոնցեպտուալ ձևով սպասել ունենալ, ասենք, շատ մաքուր, ձեր ասած այդ, որ մի ընկերություն չհաղթի, այլ տարբեր ընկերություններ հաղթել, գնումների համակարգում դա կլինի միամտություն, որովհետև եկեք նայենք ինչպիսին է մեր տնտեսությունը, դա մոնոպոլիզացված տնտեսություն է, բավական բարձր տոկոս է մոնոպոլիաների եւ դրան ավելանում է նաեւ այն, որ տնտեսական եւ քաղաքական վերնախավերի սերտաճում կա։ Միջայլոց մենք այս երկու գործոնները համարում ենք կոռուպցիայի, այսպես ասած, հիմնային պատճառներից մեկը Հայաստանում։ Բնականաբար, եթե մենք ունենք այդպիսի տնտեսություն, այդպիսի տնտեսության պայմաններում սպասել, որ մեր մոտ կլինի շատ հզոր մրցակցություն, այդ մրցույթներ կլինեն, որտեղ կլինի ազնիվ եւ մաքուր մրցակցություն, պարոն Մանուկյան արդեն բերեց, որ նույնիսկ այն մրցույթները, որոնք կայանում են, այդ մրցույթներում մասնակիցների թիվը 1.7 է։ Այսինքն շատ մեծ հաջողությամբ կարելի էր այդ մրցույթները չանցկացնել, դա նաեւ կլիներ տնտեսում գումարի եւ դա նույնպես մեկ անձ դարձնել։ Էլ չեմ ասում, որ նույնիսկ կան այդպիսի մի երևույթ, այսպես ասած, խոսացած մրցույթները։ Պայմանավորված, երբ որ ասում են այս մրցույթին դու կշահես այս մյուսին, նա այսպիսի հատկատների այդ հատկատները նույնպես դա կա, որը ես նույնիսկ կասեի ավելի մի տհաճ երևույթ, որը նույն որպես հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացուցիչ կարող է ասել, ավելի տհաճ է այն երևույթը, երբ որ բարձրաստիճան այդ նախարար պաշտոնյաները, նախարարներ, փոխնախարարներ իրենց ընկերություններն են ստեղծում, իհարկե ոչ բացահայտ ձևով, եւ այդ ընկերությունները հաղթում են։ Այդ դեպքում կարող է ստացվել եւ դա մեծ ուրախություն կպատճառի միջազգային կազմակերպություններին, վստահաբար, քանի որ ապակենտրոնացած մեր մոտ գնումների համակարգը եւ այստեղ գնորդը եւ այսինքն պատվիրատուն եւ կատարողը ստացվում է, որ նույնն են, ատկատները կփոքրանան, որովհետեւ
դժվար թե նախարարի ընկերությունը նախարարին ատկատ տա։ Հայաստանում բացառված չի, որ ասենք։ Դե դա մի քիչ մարդը իր ներսում չհամաձայնվի, չգիտեմ։ Ну Ջեկիլ Հայդի տարբերակը, չգիտեմ, Հայաստանում ինչպես կաշխատի։ Ինքը իր հետ համաձայնվի։ Ինքը իրեն ատկատ։ Դա ես չգիտեմ, դա արդեն մարազմ կնշանակի, ես չեմ, բայց ավելի վտանգավոր երևույթը, երբ որ այդպիսի ընկերություններ մանավանդ մարզերում, հենց ուսումնասիրությունները պարոն Մանուկյան եւ ավելի կմանրամասնի, մարզերում մենք ունենք բավականին, այսպես ասած, ընտանեկան այսպիսի պատկեր, երբ որ մարզպետը ղեկավարում է մարզը, մարզպետի որ սա իմն է եւ ես պետք է շնորհեմ։ Որոշ դեպքերում նաեւ չեն թաքցնում, բայց թաքցնելու կարիք էլ չկա, որտեղ մարզը փոքր է, մարդիկ իրար գիտեն։ Եվ մի այսպիսի ընտանեկան, մի այսպիսի սերտաճում ենք տեսնում, մարզը մեկն է ղեկավարում, նրա եղբայրը գնումներն է շահում, մյուս եղբայրը կամ քենին մեկ այլ ոլորտ է տնօրինում, այսինքն սա այն սերտաճման այդ, այսպես ասած, ծլող, ծաղկող, փառահեղ երևույթն է, որը բերում է նաև գնումների համակարգի այդ պատկերին, իսկ հիմա պարոն Մանուկյան ավելի մանրամասն։ Իհարկե պարոն Հոկտանյանը այնքան ամբողջական ասաց, որ քիչ բան ունեմ ավելացնել, բայց ընդհանրապես պետական գնումների նպատակը դա նաև ինչ որ առումով փոքր եւ միջին ձեռնարկատիրության եւ նորարարության գաղափարի ստեղծումը եւ խթանումն է։ Մենք այս գաղափարից, կարելի ասել տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու ենք, հասարակ բան ասեմ, երբ որ մենք ուսումնասիրում ենք մրցույթները համատարած, այդտեղ որպես չնայած օրենսդրությանը միջազգային համահունչ նշված է երկու տարբերակ օրենքում, մեկը նվազագույն գին, մեկը տնտեսապես առավել շահավետ առաջարկ, գրեթե ամբողջ դեպքերում նվազագույն գինն է եւ դուք պատկերացրեք որ դրանով ՓՄԶ սուբյեկտներին կամ նույն աթոռը որ կարող է ավելի ֆունկցիոնալ լավ լուծումներ տալ, բայց մի 1000 դրամ կոպիտ ասած ավելի արժանա, բայց դու ասում ես սա նվազագույն գինը նա է առաջարկի, ես նա եմ վերցնում։ Եվ երբ որ սա այս վիճակը ավելի է խորանում Հայաստանում, քանի որ մեծ հաշվում պատվիրատուները դա ցույց է տալիս, որ գնման կարողություններ չունեն, չեն պատկերացնում, իրենք ինչ են ուզում։ Իսկ նրանք պետք է հստակ հնարավորինս առանձնացնեն, որն է նրանց համար կարևոր պահանջմունք, որը որ պետք է բավարարվի գնման առարկան եւ որն է լրացուցիչ։ Երբ որ իրենք չեն կարողանում առանձնացնել, դրանից արդեն սկսում է որ իրենք ոչ թե ուզում են առանձնացնել այն ինչ է իրենց պետք, այլ նա ումից են ուզում իրենք գնեն եւ ըստ այդմ էլ գնման առարկան հարմարեցվում է առավելագույնս հենց այն կոնկրետ մատակարարին, որի հետ լինում է։ Եվ մի վտանգավոր բան էլ կա, որ ուզում եմ լրացնել, մենք այս միտումը, որ ուսումնասիրենք փոխկապակցվածներից գնումներ, կարող է գալ մի ինչ-որ X վիճակ, որ այդ շուկայում այդ փոքր մարզում եւ այլն, եթե կային նույնիսկ պոտենտ, հա, կենսունակ, այսպես ասած, միավորներ, որոնք կարող են մրցակցել, քանի որ նրանք չեն շահում, իսկ սրանք գնալով կայանում են եւ կարողանում են, նրանք կարող են նույնիսկ մի պահ, երբ որ մենք արդեն խաղի կանոնները արդար դարձնենք, եւս ի վիճակի չլինեն մրցակցել եւ արդեն օրենքի ուժով ստեղծված, այսպես ասած, կեղծ մենաշնորհներ լինի, որոնց կազմաքանդելը շատ դժվար կլինի եւ տարիներ են պետք, որ մենք կարողանանք այդ մրցակցային միջավայրը ստեղծենք նաեւ հատկապես մարզերում։ Այսինքն, այս միտումը, որ կա ակնհայտ է, այն որ կրկնվող ֆիրմաները հատկապես մարզերում մեծ տեսակարիք չեն կազմում, ակնհայտ է, այն որ որոշակիորեն հիմա այս ամենը կոդրելու համար այդ քաղաքական կամքը ասասնապետ, որ որակական մենք աճ տեսնենք, որովհետև թվերի լեզվով որ մենք տեսնում ենք, վիճակը նույնն է, ինչը իրականում իմ կարծիքով նշանակում է հետընթաց, որովհետև մենք հայտարարում ենք առնվազն որ ուզում ենք դրա դեմ պայքարենք, էլի իհարկե պարոն Հոկտանյանը կասի որ գոնե 25 տարի հայտարարին ավելի վատ կլներ, բայց տեսեք, այսպեսի մի հետաքրքիր իրավիճակ, մենք գիտենք, որ անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ գնումների առումով, եթե չեմ սխալվում, ԵՏՄ երկրները կարող են որոշակի առումով մասնակցություն ունենալ ընկերությունները, այնց են արել, որ ճիշտ ասած մենք գնահատել ենք պարոն լավ Հոկտանյանը այդ տեսանկյունից հնարավոր է մասնակցեն եւ մեր ընկերություններին դուրս անեն շուկայից կամ ավելի մեծ մրցակցություն ստեղծեն, ու կա նման հնարավորություն։ Իհարկե պոտենցիալը շատ մեծ է այդպիսի ուրեմն մասնակցության, առավել ևս որ մենք չնայած առևտրի համաշխարհային կազմակերպության ուրեմն այդ ինչպես է General Procurement պետական գնումների համաձայնագրին անդամակցելով պետք է բացառեինք դիսկրիմինացիա, խտրականություն, բայց մենք մտցրեցինք 15%-ի այդ առավելությունը, ԵԱՏՄ գնային այդ առավելությունը, այսինքն
հավասար պայմանների դեպքում նույնիսկ եթե 15% ավել է առաջարկում ԵԱՏՄ մենք կարող ենք նախապատվությունը տալ, սա իհարկե դա կոռուպցիոն ռիսկ է։ կոմպլեմենտար մեր քաղաքականության մեկ այլ դրսևորում է, երբ որ դու առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելով վավերացնում ես եւ հետևում ես քո օրը եւ կարողացնել սղացնել այսպես։ Այո, հպարտանում ես, որ միակն ենք, կարծես միակն ենք, այո, ԱՊՀ երկրներից միակն ենք, հիմա արդեն միակը չենք, բայց Վրաստանն էլ ԱՊՀ չի, իսկ եթե մենք հանենք Վրաստանին, ապա մենք իսկապես ամենաառաջադեմն ենք։ Միևնույն ժամանակ մենք հաջողացնում ենք նաև այդ 15%-ի այսպես ինչպես ասենք սղացնել 15%-ի առավելության, որը բնականաբար երբ որ այս ճգնաժամային վիճակը չլիներ Ռուսաստանում, այս նավթի գների անկումը, սանկցիաները եւ այլն, եւ նաեւ ընդհանուր սահմանի հարցը կար, որը երբ որ ժամանակին վարչապետի մակարդակով էր ասում, որ դա անիմաստ էր դարձնում այդպիսի միությանը միանալը, հիմա դա իմաստավորվեց, այս պայմաններում բնականաբար ես պատկերացնում եմ մի հատ հզոր հոսք եւ նաեւ հնարավոր է այդ պայմաններում համատեղ ձեռնարկությունների ստեղծում, որը նույնպես կամբողջացնի այլ ընկերությունների դուրս մղում այս ոլորտից, երևի պարոն Մանուկյանը այստեղ կավելացնի, որ մենակ մի փոքր բան ունեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում, երբ որ մենք ուզում ենք ակնկալել մրցակցության մեծ աճ եւ իմ կարծիքով մեզ պետք է ավելի շատ հետաքրքրի արդյոք մեր հայրենական ապրանք արտադրողները կկարողանան ավելի մատչելի պայմաններով ԵԱՏՄ մուտք գործեն, նման միտումները շատ իմ կարծիքով չափից ավելի լավատեսական են, ինչի որովհետեւ առաջին հերթին մենք արդյունաբերություն, այսինքն տնտեսություն մեծ հաշվով արտադրության առումով չունենք, երբ որ մենք չունենք մի բան, որ կարող ենք արտահանել, սան էլ գումարեք, որ այլ հավասար պայմաններ միավորի ինքնարժեքը, ինչ արտադրես մեծ շուկայի համար, ինչ արտադրես փոքր շուկայի, հասկանալի է, որ արտադրական հզորությունների տեսանկյունից եւս չենք կարող մրցակցել օրինակ Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի հետ, եւ այս կոնտեքստում ավելի շատ պետք է ակնկալել, որ այդ 15%-անոց առավելությունը մինչև 70 միլիոն դրամ գնումների դեպքում կծառայի ի վնաս մեզ, այսինքն մենք նույն ապրանքը կգնենք, եթե կարող ենք եվրոպական արտադրության գնել օրինակ $100, մենք կգնենք $114 փաթեթավորված եւ ներկայացված եվրասիական տնտեսական արտադրվածը ԵԱՏՄ տարածքում, ինչը կնշանակի, որ մեր պետական բյուջեի արդյունավետությունը ավելի շատ իմ կարծիքով անկում կապրի, գոնե 14%։ Հա, դու 14%-ով առնվազն դրա համար ավելի հավանական է այս սցենարը, քան այն սցենարը, որ միանգամից դրանք բացվեցին եւ մենք գնացինք այդտեղ արեցինք, որովհետեւ իմ կարծիքով էլի ինչպես նշեցի, մի փոքր այդպես չէ։ Այն ժամանակ էլ մենք կարող ենք, ավելին ասեմ, այս առումով մենք առաջարկել ենք ներկայացրել, որ միանգամից մոնիտորինգի մի պորտալ լինի, որտեղ կարողանան մեր հայրենական արտադրողները նաեւ նայեն, օրինակ եթե մենք նույն կարտոֆիլը օրինակ մի քանի անգամ ավելի բարձր գնով կամ հացահատիկ այլ երկրներից ձեռք ենք բերում, նայենք այդ Ռուսաստանում կամ Բելարուսում ովքերն են այդ ֆիրմաները, որոնք որ մատակարարում են, միանգամից մեկ անձի հիմքով թեկուզ իրանց հետ կնքենք, բայց ավելի էժան լինի, քան այդ նույն մատակարարը մեր պաշտոնյաների հետ մի հատ ֆիրմա բացեն, մեր վրա ավելի թանկ գնով ծախեն։ Տեսեք, մեր անկախության այս մոտ 25 տարիների ընթացքում մենք 3 կարևոր այսպես բառակապակցություններ ենք լսել՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ կոռուպցիայի դեմ պայքար, այսպես։ Հիմի 25 չասեմ, կոռուպցիայի դեմ պայքարից սկսեցին խոսել 2001 թվականից, սպասեցին 10 տարի, հետո նոր սկսեցին ակտիվանալ։ Առաջին ռազմավարությունը 2003-ին։ Լավ, ու այս տարիների ընթացքում բավականին մեծ միջազգային կազմակերպություններ վարկային եւ դրամաշնորհային այսպես գումարներ են եկել Հայաստան այդ չարիքի դեմ պայքարելու, բայց ինչպես տեսնում եք, այդ չարիքը ոչ միայն չի վերանում, այլ ընդհակառակը օր-օրի ավելանում է։ Կան հաշվարկներ, դա նպաստում է այդ գումարների գալը այդ չարիքի այլ ավելի։ Կան հաշվարկներ վարկային գումարների տեսքով այս տարիների ընթացքում Հայաստանը որքան գումար է ներգրավել եւ դրա որ մասը ինչի վրա է ծախսվել, այսպես ինչ գիտենք որ խորհրդատվություններ, չգիտեմ եւ այլն այսպես բանի տակ փոշիացվում են եւ արդյունքում ոչ մի բան չեք ունում։ Միջազգային փորձը ցույց է տալիս ընդհանրապես, որ այդպիսի բաներ բացահայտվում են իշխանափոխությունից հետո։ Այնպես որ ես չեմ պատկերացնում, որ մենք հիմա կկարողանանք
այդպիսի բան բացահայտել, առավել ևս որ միջազգային կազմակերպություններն իրենք նույնպես այդքան ես չեմ կարծում այդ քաջալերեն այդպիսի բացահայտումներ եւ ուրախ կլինեն որ դա բացահայտվի, որտեվ շատ դեպքերում դա արվում է քաղաքական նպատակներով, ֆինանսական կախման մեջ։ Այո, ֆինանսական կախում ստեղծելն է նպատակը լինում ոչ թե ինչ-որ կառուցվածքային լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումները, սա նույնպես պետք է հաշվի առնել։ Շատ դեպքերում դա արվում է նաև շատ, այսպես ասած, բանալ պատճառով, ուղղակի այսպես ասած կամպրամատ ձեռք բերել, որ ահա այսպես այս ձևով նույնպես կախվածություն։ Այո, սա նույնպես կախվածություն է առաջացնում, այնպես որ դա մյուս կողմից էլ նույնիսկ կարող է բացահայտվել, որ նույն միջազգային կառույցները նույնպես ներգրաված են այդ կոռուպցիոն ռիսկի մեջ։ Չի բացառվի եւ զարմանալի չպետք է թվա այլ երկրներում այդպիսի շատ պատմություններ են եղել, այնպես որ դա այստեղ խնդիրն այլ է, անուղղակի ձևով մենք կարող ենք այդ էֆեկտները տեսնել, նույն կոռուպցիայի դեմ պայքարը, եթե վերցնենք, այսպես հոգեհարազատ թեման, 2003 թվականից Հայաստանը ամեն տարի ներգրավում է կոռուպցիայի կալման համաթիվի այդ դասակարգման հավեսակում, որքան էլ այդ համաթիվը կատարյալ չէ, բայց ներկայումս ավելի adekvat, այսպես ասած, չափող գործիք չի գտնվել, այդ համաթվով մենք լճացման մեջ ենք գտնվում, այսինքն այդ ոչ մենք ունեցել ենք կտրուկ աճ, ոչ էլ փաստորեն կտրուկ անկում։ Այսինքն այսպես լճացում, ինչ եմ ասում լճացում, որտեվ նույն Ֆինլանդիայում կամ Իսլանդիայում էլ չի փոխվում ոչ աճ, ոչ անկում, բայց դա անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա։ Իսկ մեր մոտ դա այնպիսի մակարդակ է, իհարկե մենք ամենավատերը չենք, իհարկե կան շատ ավելի վատ երկրներ, նույն Եվրասիական տնտեսական միության այդ մեջ մենք լավագույնն ենք, եւ Բելարուսը եւ Ղազախստանը եւ Ռուսաստանը մեզնից հետ են, ավելի վատ են, բնականաբար Ադրբեջանը մեզնից վատ է, բայց ոչ Թուրքիան կամ Վրաստանը, եւ այդ չփոփոխվելը տարիների ընթացքում եւ ոչ միայն եթե որոշ մարդկանց կոռուպցիային կալման համաթիվը դուրը չի գալիս, կարող է Համաշխարհային բանկի control of corruption, կոռուպցիայի վերահսկումը նայել այդ Freedom House-ի տվյալները, մենք չենք տեսնում այսպես պրարիվ ռուսերով ասում են, ինչ որ կտրուկ լավացում չկա, նույնիսկ լավացում որպես այդպիսին փաստորեն չկա, եւ մենք ունենում ենք կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները, այսինքն մենք ունենում ենք մի պատկեր, որը ցույց է տալիս, որ այդ մինչ այժմ ցույց տրված օգնությունը, աջակցությունը իր նպատակին չի հասել։ Հասկանալի։ Թե ինչու դա արդեն ես ասում եմ իշխանափոխությունը դրանից հետո թեման շատ տարողունակ է, գիտեմ որ մեկ հաղորդման շրջանակներում մենք չենք հասցնի այդ ամբողջ ներկապնակը կոռուպցիոն այդ ռիսկերի քննարկել եւ վերհանել, ես խոստանում եմ որ իմ հաղորդման շրջանակներում դեռևս խնդրին կանդրադառնանք, պարզապես կարճ վերջում գիտենք որ այստեղ պետք է օրենսդրական կարգավորման կամ օրենսդրական որոշակի փոփոխություններ լինեն, որպեսզի ինչ որ իրավիճակ շտկվի եւ այդպես այդ լճացումից գոնե մի փոքր դուրս գանք, ըստ ձեզ կարճ այսպես օրենսդրական ինչ լուծումներ պետք է տրվեն, որպեսզի սայլը տեղից մի փոքր գնումների գնումների մասով ես պետք է ասեմ որ մենք օրենսդրական առաջարկություններ արել ենք, մի դասական օրինակ բերեմ, որը շատ եմ ասում, նայեք, հիմա վերցնենք շատ բազմաչարչար բենզինի շուկան, հա։ Նու մենք ժամանակին 2011 թվականին, երբ որ ընդունում էր օրենքը, առաջարկել ենք, որ որոշակի ապրանքների համար, որոնք որ բորսայական սակարկության են, հնարավորություն ընձեռվի, որպեսզի պետությունը ինքը անմիջապես որպես խաղացող ձեռ բերի, ինչը բյուջետային միջոցների արդյունավետությունը մեծացնում եւ միջնորդավորված գնումների ինստիտուտը որոշակիորեն նվազեցնում է։ Նաեւ որոշակի եկամուտներ կան։ Այո, եւ նաեւ մրցակցություն է ստեղծում, որ կարողանա նաեւ շուկան պետությունը ամենախոշոր եւ վստահելի պատվիրատունակ մրցակցություն առաջացնի։ Հիմա այդ օրենքում
մեծ հաշվով մեր առաջարկը եղավ, բայց գրեցին, որ դրա կարգը առավել մանրամասն կընդունվի երկրորդային օրենսդրությամբ։ Մենք 6 տարի է սրտատրոփ սպասում ենք երբ ընդունվելու, ամեն անգամ երբ որ սեղանին հանդիպում ենք, ասում ենք կընդունենք։ Հիմա ստեղ կարող ենք մենք խոսել օրինակ նույն այդ կոնտեքստում կոռուպցիայի դեմ քաղաքական կամքի արկայության մասին, եթե կարող ենք ինչն էր խանգարում, որ 6 տարի այս մի բանի մասին բարձրացնում ենք, որը թույլ կտար հացահատիկ, բենզին, ես լիքը ապրանքներ կարող եմ ասել, որ պետությունը ինքը անմիջականորեն, նաև որպես խաղացող ձեռք բերեր, ավելի էժան լիներ, մեր սակավբյուջեն էլ որպես կանոն պատճառաբանում են, որ պետությունը արդյունավետ կառավարող չի եւ այստեղ ռիսկերը ավելի մեծ բայց դες կառավարելու խնդիր չկա ընդհանրապես։ Ես միայն մի փոքր չի համաձայնվում այն բանի հետ, որ միայն օրենսդրական փոփոխություններով հարցը կլուծվի։ Եվ այստեղ մենք, երբ որ ես նշեցի այդ մոնոպոլիզացիան տնտեսության եւ նաեւ այդ սերտաճումը բիզնես եւ քաղաքական վերնախավերի, այս ոչ միայն տնտեսության մոնոպոլիզացիան բերում է նաեւ քաղաքական, ես դա բազմիցս ասել եմ ու ուզեի կրկնել, եւ նույն այդ գնումների նույն անալոգիան է ընտրությունները, այստեղ ոնց ասեմ պատվիրատուն ժողովուրդն է, իսկ մրցակցում են կուսակցությունները ու մենք այստեղ ունենք 1.7 մրցակցություն։ Նորից մեկ անձով գնումներ են գնում եւ այս պայմաններում ես ավելի կարևորում եմ քաղաքական կամքի արկայությունը, երբ որ կա ցանկություն կամ ներքևից ճնշում կամ քաղաքական կամ մի ինչ-որ ձևի որպեսզի որտեվ ինչքան դուք ուզում եք կատարելագործեք օրենքը մոնոպոլիային կազդի դա արդյոք թե ոչ դրա համար ես առաջին տեղը համենայն դեպս դնում եմ տնտեսական մոդելի փոփոխությունը հասկանալի առաջին քայլ պետք է հասկանալի ես նույնպես կարծում եմ եւ համամիտ եմ որ խնդիրը իսկապես համակարգային է միայն պետական գնումներին չի վերաբերում համակարգային խնդիր ունենք եւ դա պետք է փոփոխություններ տեղի ունենան եւ տնտեսությունում եւ քաղաքական համակարգում եւ ինչու ոչ մեր մտածելակերպում եւ մշակույթում շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար Հարգելի հեռուստադիտողներ եթերում իրական հայացքներ կհանդիպենք